Հաղորդման գործընկերն է մարզերի երեխաները մարզերում սոցիալ կրթական հասարակական կազմակերպություն է, որը տարբեր կամավորական, նախագծահեն կրթաժամանցային ակտիվությունների միջոցով ստեղծում է մարզերի երիտասարդ առաջնորդների ցանց։ Սարին ջան, ողջույն, ինչպե՞ս ես։ Բարև, ես լավ եմ, դու ինչպես ես Մայք ջան։ Լավ եմ, շնորհակալ եմ։ Քեզ այդպես չեմ ճանաչում, մեր ապակենտրոն Տելեգրամյան խմբում մեր ընկերների երևի հուշեցին, ավելացրեցին կամ դու իմացար։ Մենակ իմացա ներկայանալուց, որ դասավանդիր Հայաստան ծրագրով հիմա Ստեփանավանում ես, կողքի գյուղերում, եւ նաեւ ֆիքսեցի, որ ասեցիր ավարտին չես ուզենա գնալ Ստեփանավանից, աշխատանքի նորություններ կդիտարկես։ Այսպես դրա համար կուզեմ մի քիչ քո մասին պատմես, ոնց հայտնվեցիր այս կողմերը եւ ինչով է քեզ գրավել մարզերի կյանքը։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ հրավիրելու համար ինձ այս ոդքասթին։ Սկսեմ երևի ամենասկզբից, որ ես Լիբանանում եմ ծնվել, մեծացել, այնտեղ մի հատ փոքր համայնք կա, ոչ Բեյրութում, ոչ մայրաքաղաքում, մայրաքաղաքից դուրս, շատ նման է Ստեփանավանին, եւ շատ ուժեղ հայկական համայնք է, այսինքն մենք մեծացել ենք հայկական դպրոց գնալով, այդտեղ հայկական ավանդույթները պահելով ամեն տեսակի արևմտահայերեն տեղ խոսում ենք, բայց եւ 2017-ին մի անգամ եկել էի Արցախ եւ Հայաստան, ու շատ հավանել էի, մտածում էի մի օր կարող եմ գալ այստեղ ապրել։ Եվ կորոնայի ժամանակ կամավորական աշխատանք տեսա, որ Հայաստանի գյուղի երեխաների անգլերեն կարող են դաս պարաբել օնլայն կամավորներ։ Ես էլ սկսեցի այդ կազմակերպության հետ այդ բանը անել։ Հետո կազմակերպության հիմնադիրը, որ էլի Լիբանանից էր կամ Ամերիկայից տեղափոխվել էր Հայաստան, ինձ ասեց արի իբրև գործ դարձնենք էս ու այդ անգլերեն ծրագրի համակարգողը դու եղիր ու այդպես շարունակեցի, ես իմ գործ ունեի Լիբանանում ու շարունակեցի այդել օնլայն աշխատել, մինչև էլի մի ժամանակ եկավ, որ ղեկավարը հիմնադիրը այդ կազմակերպության ասեց, որ դասավանդիր Հայաստան մի հատ ուրիշ կազմակերպություն կա, որ դու կարող ես դիմել, իրենք քեզ ամեն ինչ գօգնեն, գովանավորեն, որ դու գաս տեղափոխվես։ Եվ ես մի հետաքրքրվեցի, գիտեի, որովհետև ուրիշ աղջիկներ էլ կային, որ Լիբանանից Հայաստան տեղափոխվել էին դասավանդիր Հայաստանի միջոցով, տեսա, որ ինչի՞ չէ, ես էլ կարող եմ անել այդ բանը։ Սկզբում մի քիչ ընտանիքս համոզված չէր, որ մենակ աղջիկ գնաս անորոշ վիճակում, մանավանդ որ իմացան գյուղերն են գնալու ոչ Երևանում, ասում էին այդտեղ ինչ կա, ինչ ես անելու, այստեղ դունը տունես, գործը տունես, ամեն ինչ լավ է։ Այդքան էլ լավ չէր Լիբանանի վիճակն էլ, այդ դակնաբը կար տնտեսական կամ ուրիշ խնդիրներ։ Հետո բայց արդեն ասեցին դու որոշի, ինչ կուզենաս կանես։ Ու դասավանդիր Հայաստան դիմելով, ընդունվելով տեղափոխվեցի Հայաստան հունիս 2023-ին, արդեն 2 տարի եղավ, եւ չեմ փոշմանել ես էլ որ տեղափոխվել եմ, սկզբում շատ անորոշ էլ ես էլ չգիտեի ուր պիտի երթա, ես այդ ամառը միանշել էի, որ ես նախընտրում եմ Լորի մարզ կամ Դավուշի մարզ, որ գնամ միտեղ դասավանդեմ։ Հետո օգոստոսին բարձվեց, որ ես գնալու եմ Բրիվոլնոյե գյուղում դասավանդեմ, առաջին անգամն էի լսում այդ անունը, շատ դժվար անուն էր եւ իմացել էի, որ ինքը ռուսերեն գյուղ է ու ես ընդհանրապես ռուսերեն չգիտեմ։ Բայց այդ էր իրենց որոշումը, ասեցի լավ, բայց դասավանդիր Հայաստան ասեց դու կարաս Բրիվոլնոյում չապրես, կարաս Ստեփանավանում ապրես ու գնաս կա շատ մոտիկ է գյուղը։ Ու հենց որ եկա Ստեփանավան, իրոք շատ հավանեցի, նախ բնությունը շատ գեղեցիկ էր, ես 2017-ին որ եկել էի, Լորի մարզ ընդհանրապես չի եղել, բայց լսել էի, որ բնությունը շատ հարուստ է, Եվրոպայի նման է եւ այդպես է։ Եվ այդպես արդեն 2 տարի է Ստեփանավանում եմ ապրում եւ աշխատում եմ դասավանդիր Հայաստանի հետ այդ 2 տարվա ծրագրով, որ պետք է գյուղում գնաս մի առարկա պարաբես, ես անգլերեն եմ դասավանդել 3-րդ դասարանից 12-րդ դասարան
Եվ հիմա արդեն ավարտել է այդ ծրագրի ժամանակը։ Ես մի կողմից աշխատում եմ այդ նաև նույն գազագերբության հետ, որ on-line անգլերեն ծրագրերի ղեկավարն եմ գյուղերի երեխաների համար։ Այդպես։ Հասկացա։ Հենց այդ էի ուզում հարցնել, բայց պատասխանեցիր, որ ծրագիրն ավարտել է եւ հիմա ուզում ես մնաս եւ ապրես Ստեփանովում, ճիշտ եմ հասկանում, տենց էիր գրել խմբում։ Այո, տենց եմ ուզում։ Կթվես մի քանի ամենամեծ պատճառ, որ դուր ա գալի քեզ այստեղի կյանքը, ռիթմը։ Հա, նախ որովհետև ես գնացել եմ դարբեր տեղեր մի քանի օրով օրինակ ապրել եմ կամ մի քանի ամիսով, նկատել եմ, որ Ստեփանավան ավելի մաքուր է, ավելի գեղեցիկ է, հանգիստ է եւ մարդիկը ավելի հյուրասեր են ընդունում են, թեև ես շատ տարբեր եմ, այսինքն չեմ տեսած Լիբանանից անկեղծ ասած կամ ուրիշ արտասահմանցի շատ, որ եկել են այստեղ ապրել են, բայց այդ խնդիրը չի եղել ու կյանքը, այսինքն եթե պիտի գնամ ես Երևան, շատ ավելի դժվար է եւ նայած օրինակ ծախսը, ես եթե այստեղ տալիս եմ 3 սենյականոց համար վարձ, ես Երևան եթե գնամ 3 անգամն եմ տալու մենակ վարձը, դրանից բացի ուրիշ ծախսեր էլ կա, որ ֆինանսից բացի այդ կյանքի աղմուկը կամ այդ շոկը, այդ խցանումները, բաները ինձ հոգնեցնում են արդեն։ Ես որովհետև արդեն մեծացել եմ միտեղ, քաղաք չի, արդեն ես սովորեմ այս հանգիստ կյանքին։ Դրա համար ուզում եմ այս շրջանում մնամ։ Հասկացա։ Սարին ջան, մի հատ այսպեսի հարց։ Հավանելը հավանել, ուզելը ուզել, բայց կարողանալը մի այլ հարց։ Ես մի քիչ ավելի նեղացնեմ հարցս։ Մարդ, ով անգլերեն գիտի, մարդ, ով գիտի ինչպես սովորել, հա, learn how to learn, սովորել ինչպես սովորել, ամենակարևոր հմտությունը, կարծում եմ մենք ամեն դեպքում գիտենք, էլի, այս տարիքում, այսքան փորձով, մարդ, ով թվային է, digital, ինքը մեծ առումով խնդիր ունի աշխատանքի հարց կազմակերպելու, թե ոչ։ Ի նկատի ունեմ, ինձ Սարինն է ուզում է մնա Ստեփանավանում, ասենք այսպիսի քաղաքներ, այդպես շատ մեծ արտադրություններ, բիզնես սենթերներ, աշխատող տեղեր չունեն, հենց այդ on-line-ի մասին եմ էլի ըստեյության հարցնում, որ պետքա թվային լինես, անգլերեն իմանաս, հմտություններ ունենաս, շատ բարդ է այդ հարցը, թե որ մարդ շատ ուզենա արագ կգտնի։ Չէ, ընդհանրապես հեշտ չի, դժվար բան է, այդ հնարավորությունների պակասը տեսնում եմ մարզերում, նայած բայց ինչ օրինակ, եթե կարող ես օրինակ on-line գործել գտնես ու կողքից էլ ուրիշ բան անես, որ հենց այդ մարզում օգուտ տա, այդ հնարավոր տեսնում եմ, բայց հա, օրինակ ես դիմել էի համալսարան, ամերիկյան համալսարանի AUA extension-ը, որ Վանաձորում էր, իրանք ասեցին Վանաձորում նույնիսկ թափուր հաստիկ չունեն, պետք է Երևան գնամ ես դասավանդեմ։ Շատ դժվար է գտնել այս տեղերում բան, բայց անհնար չէ։ Իմ հարցը հենց այդ էր, եթե տեղում օֆլայն դժվար է, մարդ, ով անգլերեն գիտի, թվայինը, հմտություններ ունի, on-line-ով այդ հարցը իրանց համար դժվար է լուծել, թե չէ։ Աշխատանքի հարցը, On-line-ով ֆինանսի գտելը, հարցը։ Այո, հա, on-line-ով դժվար է։ ընդհանրապես չէ։ Ամեն Աշխատանք ինչ կարելի է գտնել։ կստացվի, եթե on-line-ով, այո, Հա, շատ բաներ կան, որ on-line կարող ես անել, որտեղ որ լինես, շատ ավելի լավ էլ կլինի, որ դու այսպիսի Ստեփանավանի նման տեղում լինես եւ այդ բաները անես։ ես ինքս on-line եմ աշխատում, Ստեփանավանի նման տեղում լինելը առաջին կյանք էժանացրել է 40-50%-ով, ազատելա լիքը ժամանակ,
որը դու կարող ես նաև վաստակել, այսինքն կարելի ասել ծախսերն իջնում են, եկամուտը բարձրանում է։ Այո, Աշխատելա լիքը բան, էներգիա, մ, աշխատելա լիքը, ազատելա լիքը ֆոկուսի համար, ռեսուրս կենտրոնանալու համար, որտեղ ժամանակն ու լռությունը եւ տրամադրող միջավայրը, բնական միջավայրը, իրանք ես միշտ ասում եմ, էլի, on-line աշխատող, remote աշխատող մարդու վառելիքն են ժամանակը, լռությունը եւ ֆոկուսը, տրամադրող միջավայրը, դրանք մեր վառելիքն են։ Հարգելի ընկերներ, Մարզեր երեխաները մարզերում սոցիալ-կրթական հասարակական կազմակերպությունը առաջարկում է դառնալ մարզեցի որևէ երեխայի զարգացման հանձնառու։ Տրեհարմենիա հարթակում բաժանորդագրվելով ամսական 8000 դրամով։ Մանրամասները կարող եք տեսնել այս հոլովակի տակ։ Դրա դիմաց մեր կազմակերպությունը տվյալ երեխայի մասին 2 ամիսը մեկ մանրակրկիտ հաշվետվություններ կուղարկի, որպեսզի դուք տեսնեք նրա աճը ամենատարբեր ուղղություններով, ինչպես նաև կկազմակերպի ձեր դեմարդեմ հանդիպում։ Շնորհակալություն։ շատ ճիշտ է, այո։ Ես էլ նկատել եմ ուրիշ մի բան էլ, որ Երևանում մի տեղից որ մյուս տեղը գնաս, արդեն 40 րոպե նվազագույնը պահանջվում է քեզնից, բայց այստեղ այդ բանը չկա, այսինքն դու օրդ անցնում է եւ ժամանակի սպառում չունես եւ այդ աղմուկի, այդ հոգնությունը չես զգում։ Այո։ Այո, Մ, այո։ Ես այդ նույնիսկ ազատված ժամանակը մենակ աշխատելու համար չեմ բանանում, ասում եմ, որ ես դա նաև բաժանում եմ մասերի, տալիս եմ ընտանիքիս, մ, ընկերներիս, համայնքին, տալիս եմ ճամփորդությանը, հա, մ, տալիս եմ ինքնակրթությանը։ Մեկը մեկից կարևոր բաներ են։ Մեր կյանքի բալանսը պահելու, հավասարակշռությունը պահելու համար մեկը մեկից կարևոր բաներ են։ Ինքնազարգացում, աշխատանք, ընտանիք, ընկերներ, ճամփորդել, ինքնաբացահայտում, ինչու ոչ, մենակության ժամանակ էլ մարդ պետք է ունենա։ Ինչ կաս։ մ, Լրիվ համաձայն եմ։ Ես էլ, որտեվ շատ նման է իմ արժեքներս էլ, այսինքն կյանքի իմաստը շատ ավելի կիմանաս ամ, ավելի արժեքավոր բաները, եթե այսպիսի տեղ էլ ապրես, ավելի ժամանակ կունենաս, այո, գնալ բացահայտել ուրիշ տեղեր, քո ուրիշ նպատակներ դնել, որ ավելի ըմ, իմաստալից են քեզ համար հարաբերություններ կառուցես, Ահա։ թեև հա շատ կօգնեն ձեզ։ Ես էլ եմ սիրում գնալ օրինակ արշավել, բաներ, այստեղ շատ հեշտ է այդ բաները անելը։ Ահա։ Սարին ջան, իսկ մարդկային բազային պահանջմունքներից մեկը սոցիալիզացիայի խմբին պատկանելու պահանջմունքը, այլ բառերով ասած, շրջապատ ունենալը, շփում ունենալը, այստեղ դու այդ հարցը ոնց ես լուծում։ Նոր ընկերների միջոցով, հին ընկերների միջոցով, միքս, թե փնտրում ես անդադ նոր ընկերներ, թե ինչ կա դրանով ես բավարարվում, ոնց կստացվի, շատ հետաքրքիր է, էլի։ Ես այնպեսի հարցեր եմ տալի, որ պոտենցիալ լսողին կարող է հետաքրքրել, էլի։ Այնպես չի այդ հարցերը չտանք չխոսանք, հետո վերջում ասի, հա, բայց ճիշտ է ասում, բայց այս հարցը ոնց է լուծվում, օրինակ այնտեղ։ Հա, շատ ճիշտ է։ Ես սկսում շատ էի վախենում, որ մենակ եմ սկալու, իմ նման մեկը չկա, որովհետև այս կողմերը Երանի օրինակ Երևան լինեի, Երևանում շատ են լիբանանցիները կամ ընդհանրապես արտասահմանցիները, բայց մի անգամից չեմ սկացել, որ այդ մենակությունը էստեղ, որովհետև որտեղ որ գնացել եմ օրինակ դպրոց որ գնացի, թեև իրենց համար շատ նոր էր, բայց շատ հետաքրքրված էին իմ մասով։ Ես էլ երբ որ, այսինքն իրենց հնարավորություն տվել եմ, որ ես էլ իրանք էլ իմ մասին իմանան, ես էլ իրանց մասին իմանամ, այդ այսինքն օգնում է, որ չփակվես, ում հետ որ ժամանակ ունես անցկացնելու ավելի մտերմանաս իրենց հետ շատ բաներ օգնել են, օրինակ դասավանդիր Հայաստանն էլ է օգնել ինձ, որ այստեղ կապեր հաստատեմ, եկեղեցին էլ է օգնել, որ շրջանակ կազմեմ, ընկերներ ունենամ։ Այնպես որ
գախված է մարդուց, մարդ որտեղ որ էլ գնա, եթե ինքը չի ուզում ծանոթանա, բաց լինի, տեսնի ուրիշներ ինչպես են, թեև իրենք տարբեր են, բայց եթե չի ուզում ընդունի, այդ շատ դժվար կլինի, որ ինքը շրջանակ կազմի, բայց իմ համար տենց չի եղել։ Եվ ես էլ կուզենամ դեր ավելի մարդկանց էլ ծանոթանալ, ինչի՞ չէ։ Շատ բարի։ Իսկ ինչպես ես գնահատում կամ հասցրել ես գնահատես, չնայած մյուս կողմից մտածում եմ դեռ ժամանակը կարող է պետք լինի, այսպիսի հիբրիդային համայնքները, ինչպիսիք օրինակ ես մեր տելեգրամյան խումբն է, այսինքն իրանք կարծես թե մեզ չեն միավորում ֆիզիկական տարածքով, դա չի հիմնական կրիտերիան, չափորոշիչ է, որ մենք դες միտեղ ենք ապրում, այդտեղ բայց միավորում է թվային տարածքում, փոխարենը միավորում է ընդհանուր հետաքրքրություններով եւ նպատակներով, այսինքն թվում է այդ խումբը, որտեղ մարդիկ են, ովքեր տեղափոխվել են, տեղափոխվում են մարզեր, թվում է թե իրանք on-line են, բայց այսօր կարելի է այսպես ուղղակի ոչ միայն դիտորդ լինել, այլ օրինակ քեզպես արձագանքել, որտեղ դու բացի դիտորդ լինելուց նաև արձագանքեցիր հերթական հաղորդմանը հյուր լինելու, կամ արձագանքել ինչ որ լոկալ օֆլայն իվենթներին, միջոցառումներին, գնալ գալ դրանց դերը մտածել ես ինչ դեր կարան դրանք ունենան Հա, մարզում ապրող մարդու համար իրանք կարան մարդու համար դառնան նոր շրջապատ, նոր համայնք եւ արդյոք տարածությունը խոչընդոտ է թե ոչ ինչը խոչընդոտ է։ տարածությունը որ ինքը ասենք մեր քաղաքի community-ին չի համայնքը չի ասենք ծրված են մարդիկ Հասկացա։ Համաձայն եմ ձեր հետ, որ այսպիսի օրինակ տելեգրամյան ալիքները բաները շատ են օգնում։ Ես սկզբում նայել էի մյուս ոդկասթները ու շատ էի հավանել, որ նման մարդիկ խոսում են իրենց կարծիքների մասին, բան դրա համար ուզեցել էի ես էլ ձեր հետ այսպես հանդիպեմ, բայց նաև դրանք օգնում են տարբեր հնարավորությունների մասով, օրինակ ես եթե չգիտեմ, այսպիսի բան կա, շատ հեշտ է իմանալը, եթե Telegram-ով օրինակ տեսնեմ ուրիշ մեկը կիսվել է, կամ ես եթե ուզում եմ մի բան անեմ, կարող եմ հարցնեմ, իրենք ինձ կօգնեն ինչ որ հարցով, այնպես որ հա տարածքը կապ չունի, կարևորը ուրիշ ձևով միասին լինելն է։ Ես մի քիչ խորհրդեմ միտքը, քանզի ես վաղուց եմ այսպիսի համայնքների հետ փորձառություն ունենում, Սարին ջան, իրենք անխուսափելիորեն վերածվում են օֆլայն կապերի, անխուսափելիորեն, այսինքն մենակ հարց տալ պատասխանելու համար չի, եթե մենք նայում ենք, ինչ որ ակտիվություններ են գեներացվում, ինչ որ մեկը միտեղ, ասում են, սենց բան կա, գնում են տարբեր տեղից մասնակցություն, հոպ իրար հանդիպում են վստահություն, ընկերություն, համագործակցություն ու արդյունք։ Հետո ոչ թե տաքացած կապերը, ուժեղացած կապերը, իրանք ավելի արագ են գեներացնում նոր ակտիվություններ։ Նորից մեկը ասում է, «Սես բան եմ անում, արի», հետո դու ես ասում, «Սես բան եմ անում»։ Մեկը միամիտ զգում ես, որ քո շրջապատը մեծացավ, ընկերները մեծացան, քո մոտ նոր թեմաներ եկան, նոր մարդիկ, նոր խոսակցության թեմաներ։ Հետո բանը նկատում ես, որ կարելի է միայն քո լոկալ տարածքում չարձագանքել, այլ մի քիչ հեռու, օրինակ Վանաձոր կամ Իջևան 1 ժամ հեռավորություն, եւ մանավանդ որ կապը կա, մեկն ասում է ես մեքենայով գնում, նորից գնում ես Իջևանում ռեալ տեսնում ես այն մարդկանց, ովքեր on-line միջավայրում էին քեզ հետ, նորից ընկերանում ես, տաքանում ես, սկսում են փոխադարձայցեր, այս մեկն է ակտիվություն գեներացնում, դու ես գեներացնում, երրորդն է գեներացնում, իրար տեղեք եք բան միասին գնում եք։ Ուզում եմ ասեմ, իմ համար մարզում, մարզային կյանքում նմանատիպ համայնքները հանդիսացել են շրջապատ հավաքելու եւ ամեն ձևի այդ պահանջմունքը բավարարելու զանազան ընկերների տարբեր մասնագիտություններով, տարբեր նախասիրություններով, տարբեր տեղերում ապրող բազմազանություն, որովհետեւ
իրականում հասկացել եմ ինչը, հասկացել եմ, որ on-line-ը պետքա վերածես off-line-ի։ Մեր երկիրը փոքր է, ճանապարհները լավն են, ամեն երկրորդը, երրորդը մեքենա ունի, մնում է ընկերություն անել եւ օգտվել այդ ընդհանուր տեղաշարժերից, մյուսների լոկացիաներից ու արագ-արագ բոլոր կապերը փաթաթվում են քեզ վրա։ Ձեր հետ համ Այո, պատմեցի, համ հուշեցի, համ էլ նաև լսողներին հուշեցի, մարզում ոնց որ պետք չի նստել սպասել, որ տենց ակտիվություններ կլինեն հենց կողքդ տանդ դիմաց կամ քաղաքում մարզում ավելի շատ պետքա կապեր ստեղծել, կապերի միջոցով է այդ ամեն ինչը աշխատում ու լիքը բան ես գտնում։ այո։ Չի շարավիղը վերցնել մեր փողոցում, մեր այն մյուս փողոցում կամ մեր քաղաքում պետքա շարավիղը վերցնել, չգիտեմ, մի 50 կիլոմետր եւ ամեն ինչ կլինի։ Մմ, Այդպես չի եւ քիչ են հնարավորությունները։ Ես էլ զարմանում եմ, օրինակ ընտանիքս է զարմանում, ու իրենք մտածում են օրինակ մենակ Երևանը է այդ ակտիվությունը, բայց չէ, այստեղ էլ շատ-շատ բաներ կա, տարբեր բաներ կա, որ կարող ես անել ու այո, հեշտ է այդ կապերը ստեղծել։ Նայ, մի քանի օր առաջ Ստեփանավանում ֆիլմի դիտում էր, շատ-շատ լավ բան էր, հոգևոր սնունդ, ֆիլմի դիտում, ասենք կարող է մարդկանց թվա, թե նման քաղաքներում ֆիլմի դիտում կամ մշակույթի նայություն։ Հաջորդ օրը քաղաքում բեմ էին հավաքել եւ մարտեր առանց կանոնների, հա, այդ ռուսերենում բոյ без прав։ Ես դրա բանը չեմ, ես դրա երկրպագուներից չեմ, բայց իմ օրը լցված Բայց էր։ էլի նորություն է շատ։ Հա իհարկե, ուզում եմ Նորություն։ ասեմ, կան ակտիվություններ։ Մմ, Ես ինքս ուրիշ տեղ էի, բայց ուրախացա, որ քաղաքում էլի մի բան կա։ Երեք քաղաքում դիսկոտեք կար, գիշերային դիսկոտեք կար այգում, բազմաթիվ հարյուրավոր երիտասարդներ ապարում էին մինչև գիշեր 11-ը։ ու Եվ այս երկու հատվա մեջ քանիերորդ անգամն են տենց անում։ այ, այ։ Եվ գիտեմ, որ օրինակ մոտակա ուրբաթ օրը քաղաքի ռեստորաններից, սրճարաններից մեկը գին գարեջրի երեկո է դրել, հա, այսպես ինքը միայն գարեջուր չեն խմելու, այնտեղ լինելու են մթնոլորտ, երաժշտություն, այսինքն մեծ առումով նույնիսկ Ստեփանում նստած լիքը բան կարելի է վերցնել։ Եթե ինչ որ բան պակասի, ուղղակի իրազեկա պետք լինել, տես Վանաձորում ինչ կա, տես մյուս քաղաքում ինչ կա։ Ուղղակի պետքա ոնց որ մեքենայի հարցը լուծել, էլի, այդ մեկը ու վերջ։ Այո, համաձայն եմ այդ մեքենայի հարցով։ Այ, Ճիշտ է։ իդեպ նկատեցի պապուծի հավելված կա, փոփութի անգլերեն։ Ես ինքս մտել եմ, սկսել եմ իմ շարժերը դնել մեջը, տեսնեմ մարդիկ կարծականք են։ Օրինակ ես շաբաթ երկու անգամ Վանաձոր եմ գնալու, դրել եմ, գուցե Մմ, մեկին օգտակար լինեմ։ Մասամբ նմանատիպ հավելվածները, application-ները կարող են տրանսպորտի հարցի լուծում լինել։ հա, այո, շատ են օգնում։ Սարին ջան, վերջին ավանդական հարցը տամ, ինչ խորհուրդ կտաս այն մարդկանց, ում միտքը ծուռ է, այսպես շատ են մտածում մարզեր տեղափոխվելու, ապրելու Մմ, մասին, բայց չեն համարձակվում, ինչ-ինչ պատճառներով գուցե խորհրդի կարիք ունեն, ինֆորմացիայի կարիք ունեն։ Այ հա, խնդրեմ նման մարդուն աչքերին նայելով ինչ խորհուրդ կտայր կամ կտայր թե չէ։ մհմ, իհարկե գտայի, կասեի թող չի վախենան եւ այդ կարծիքները, որ ունեն, որ Երևանից բացի այդ հերու մարզերում կյանք չկա, բան չկա անելու կամ նույնիսկ այդտեղի ժողովուրդը կարծրատիպերով է լցված, չեն կարող ոչ մի բան փոխեն, այդպես թող չի մտածեն, իրենք կարող են գալ եւ շատ բան փոխել եւ հետո կիմանան, որ ինչ ավելի արժեքավոր է իրենց կյանքի մեջ, եթե օրինակ այս կողմերը կան, այնպես որ շատ բան կա անելու, շատ տարբեր բաներ կա անելու այս կողմերն էլ։ Այո, շատ Ա, շնորհակալություն, Սարին ջան, մեր Ես եմ ժամանակը շնորհակալ։ նորվեց։ Ես ասում եմ մինչ նոր հանդիպում, որտեղ վստահ եմ հենց այս նույն էս կապերի զարգացման արդյունքում շատ-շատ շուտով հանդիպելու ենք, քանզի մեկ միջավայրում ենք, քանզի կիսվում ենք իրար այդ ինֆորմացիայով, հնարավորություններով, Այո, շատ-շատ շուտով հանդիպելու ենք։ Ինձ թվում այո, այո, է հարցը։
Ես եմ շնորհակալ, այո, մինչ հանդիպում ուրեմն։ Տեսցիան։ Հաղորդման գործընկերն է Մարզերի երեխաները մարզերում սոցիալ-կրթական հասարակական կազմակերպություն է, որը տարբեր կամավորական, նախագծահեն կրթաժամանցային ակտիվությունների միջոցով ստեղծում է մարզերի երիտասարդ առաջնորդների ցանց։